Հիմա կարող է հանրությունը համոզված լինել, որ ձեր իշխանության, ձեր թիմի իշխանության գալու պարագայում հարկային տերոր չի իրականացվի, հարկային վարչահարություն չի իրականացվի եւ նաեւ խոսեցիք շրջանառության հարկի ընդհանրապես վերացման մասին, օրինակ կա այլ քաղաքական ուժ, իրենք էլ ասում են, որ փոքրուչի բիզնեսը պետք է ազատվի հարկերից, ընդհանրապես այդ դեպքում բյուջեի եկամուտները ինչպես են պատկերացնում ապահովել, ինչ միջոցներով պետք է գոյանա, որպեսզի օրինակ թոշակներ եւ այլ գործողություններ իրականացվեն։ Շատ լավ։ Տեսեք, հարկային նոր համակարգի հետ կապված փոփոխությունները բազմավեկտոր են ու բազմաբնույթ։ Երբ որ մենք արդյունաբերական գոտիներից խոսեցինք, մենք ասեցինք, որ այդտեղ լինելու է գրեթե զրոյական հարկային համակարգ, բայց այնուամենայնիվ լինելու է քառակուսի մետրով վճարվելիք տուրք, որ իր մեջ ներառում է նաև այլ ծառայությունների մատուցում պետության կողմից, որտեղ պետությունը կամ պետության կողմից հավատարմագրված կառույցը, շահագործողը արդյունաբերական գոտու, ինքը արդյունաբերական գոտում հասանելիությունը ապահովելու գրեթե բոլոր էներգակիրների, այդ թվում այլընտրանքային էներգակիրներ, դա կանաչ էներգիա կլինի, նույնիսկ մոդուլային ատոմականների պարագայում, այսինքն ավտոնոմ, ամեն մի արդյունաբերական գոտի ունենալու է իր ավտոնոմ էներգետիկ համակարգերը։ Բացի դրանից նաև հասանելիություն լոգիստիկ։ Այս ամբողջի շահագործման հետ կապված եւ քառակուսի մետրի հետ որոշակի հաշվարկով լինելու է տուրք, որը գնալու է պետական գանձարան։ Հիմա մենք ակնկալում ենք, որ այսօրվա հարկային եկամուտները, որոնք պետական բյուջեի եկամուտների շուրջ 95%-ն են, մենք կարողանալու ենք ապահովել հավելյալ հարկային եկամուտներ, որը որ մեզ թույլ է տալու աստիճանաբար հրաժարվել ավելացված արժեքի հարկից։ Ավելացված արժեքի հարկը ինքը բնորոշ է սպառման մոդելով տնտեսությանը։ Մենք այո սպառման վրա ենք դրել շեշտը հարկադրանքը կատարելիս, հետևաբար մենք պետք է ուղղակի արձանագրենք ավելացված արժեքի հարկը աստիճանաբար եւ ձեր ասած համամասնությունը պահելու պարագայում, որպեսզի մենք չունենանք եկամուտների կորուստ։ Շրջանառության հարկի պարագայում մենք ունենալու ենք որոշակի եկամուտների կորուստ, բայց դա եթե զուտ թվերն ենք համադրում իրար հետ։ Մենք երբ որ վերականգնում ենք ստատուս քվոն, գալիս ենք 24 թվականի դեկտեմբեր 31-ի դրությամբ գործող իրավակարգավորումներին, մենք նաև դրանով խթան ենք տալիս, որպեսզի զարգանա ՓՄԶ-ն եւ մենք գնալու ենք հարկման օբյեկտները շատացնելու ճանապարհով, ոչ թե հարկման դրույքները շատացնելու ճանապարհով։ Ունենալու ենք դժվարություն, որոշակի այո, բայց այդտեղ նաև ունենալու ենք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի գործիքների կիրառման հստակ անելիքներ, որի արդյունքում մենք կարողանալու ենք փոխհատուցենք նաև որոշակի թերհավաքագրումները, եթե դրանք էսպային զուտ թվերի համադրությամբ երևում։ Հետևաբար մեր ռեֆորմները հստակ թվաբանություն ունեն եւ սա այն ֆորմատը չի, որ ես ներկայացնեի շատ ավելի ընդլայնված, սա ըստ էության անոնսն է, թե մենք ինչ ենք անելու, կարծում եմ, որ մենք այս շատ մոտ ապագայում շատ ավելի մանրամասն տեղեկատվությամբ կներկայացնենք հանրությանը, թե մեր ռեֆորմները ինչպիսի ազդեցություններ են ունենալու, որ լինենք ավելի հասկանալի։ Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, որ այլ քաղաքական ուժ օրինակ հայտարարում է զրո հարկ ՓՄԶ-ին, գաղափարախոսական առումով ես որպես հարկային մասնագետ նախ մասնագիտական տեսանկյունից դրան համաձայն չեմ։ Եվ նաև իմ խոսքի մեջ ասեցի, մենք բոլորս պայմանավորվել ենք, որ մենք բոլորս պետք է հարկ վճարենք։ Հարցը հարկ վճարելու չափի մեջ է։ Հետևաբար հարկ չվճարելը հանգեցնում է հարկային ոչ մենակ կարգապահության անկման, այլ նաև հանրային ծախսերի ֆինանսավորմանը մեր բոլորի մասնակցության, մեր գիտակցությունը մենք կարող հանկարծ կորցնենք։ Հետևաբար մենք բոլորս պարտավոր ենք մեր մասնակցություն ունենալ հանրային ծախսերի ֆինանսավորմանը, բայց համաչափության սկզբունքի հիման վրա, ամեն մեկս մեր հնարավորություններից ելնելով։ Հետևաբար մենք գնահատում ենք հնարավորությունները եւ համաչափությունը։ Զրո հարկը մեր համար այդքան ընդունելի չի։